Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու վերաբերյալ քննարկումներ են անցկացրել։ Կողմերը համատեղ հայտարարություն են տարածել Իրանում արտգործնախարարների խորհրդակցություններից հետո, որոնք կենտրոնացել են նեղուցով անվտանգ նավագնացության վերսկսման վրա երկրների ինքնիշխանության պահպանմամբ։ Տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մշտական նավագնացային միջանցքի և նեղուցի հետագա կառավարման շուրջ համաձայնության հասնելու համար։ Բացի այդ, Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցի ջրերի ականազերծման հարցեր։ Ըստ իրանական պետական լրատվամիջոցների աղբյուրների, Թեհրանը Պակիստանի միջոցով Հորմուզի նեղուցի հետ կապված բանակցային պայմանները փոխանցել է Վաշինգտոնին։ Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից նոր զոհեր և վիրավորներ են գրանցվել։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, գիշերը երկրի տարածքում խոցվել է ավելի քան 420 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Լիպեցկում 2 մարդ է զոհվել, այդ թվում 14-ամյա երեխա։ Եվս 2 մարդ վիրավորվել է։ Կրկին թիրախավորվել է Վայլդբերիսի պահեստը Տամբովի Կոտովսկ քաղաքում, բռնկվել է հրդեհ։ Աշխատակիցները տարհանվել են։ Կոտովսկում Վայլդբերիսի պահեստը հարձակման էր ենթարկվել նաև հուլիսին, այն ժամանակ զոհվել էր 7 մարդ։ Ուկրաինական ուժերը նաև հայտնել են Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում Լուկոյլի նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին։ Ռուսական ուժերն էլ Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 160-ից ավելի ԱԹՍ։ Չեռնիգովում զոհվել է 2 մարդ, այդ թվում 4-ամյա երեխա։ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեդքլիֆն այցելել է Մոսկվա ռուսաստանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեդքլիֆի հետ չի հանդիպել։ Նրա խոսքով ԿՀՎ-ի ղեկավարի այցը Մոսկվա կապված էր հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։ Մամուլում Ռեդքլիֆի այցի տարբեր պատճառներ են շրջանառվում՝ Մոսկվային նախազգուշացումներից մինչև Իրանի դեմ պատժամիջոցների քննարկում և ռուսական բանտերից ամերիկացի բանտարկյալների ազատ արձակում։ Կանադան 50% մաքսատուրք է սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող մոտ 20 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ՝ ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի։ Կանադայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ ամերիկյան մաքսատուրքերը հետևանքներ կունենան կանադացիների համար, հետևաբար երկիրը պետք է պատասխանի։ Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ից։ Սպիտակ տունն արձագանքել է, նշելով, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցությունների ժամանակ Կանադային առաջարկել է շուկա մուտքի արտոնյալ պայմաններ, սակայն Օտտավան անխոհեմ պահանջներ է ներկայացրել Վաշինգտոնին։ Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Չինաստանից բացի Կանադան միակ երկիրն է, որը որոշել է պատասխանել ամերիկյան մաքսատուրքերին բանակցելու փոխարեն։ Առևտրային պատերազմի սրման ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է երկու երկրների սահմանային Օնտարիո լիճը Ամերիկա վերանվանելու գաղափարը։ Կանադայից արձագանքել են, նշելով, որ լիճը միշտ կանվանեն Օնտարիո։ Արդյունաբերության նախարար Մելանի Ժոլիի խոսքով Կանադան խելամիտ կգործի և կհակազդի։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։